Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությանը, վերադարձրել նրան կալանավորելու միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը դարձյալ բերվել է քննչական կոմիտե իրանցի գործարարի հետ առերեսման։ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ռուսաստանը կրկնապատկել է օտարերկրացիների արտաքսման հիմքերի ցանկը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությանը, վերադարձրել նրան կալանավորելու դատախազության միջնորդությունը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը պարզաբանել է, որ սա չի նշանակում, թե Կարապետյանն ամբողջությամբ զրկվել է անձեռնխելիությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ, որը հիշում եք այդ իրականության, օբյեկտիվության, ընդհանրապես տրամաբանության հետ առնչություն չունեցող մեղադրանքի մասին էր խոսքը, համաձայնություն տալու հանգամանքը բավարարել է։ Նշվածը չի հանդիսանում անձեռնխելիությունից ընդհանրապես զրկում։ Ես տեսա մի քանի լրատվականներ նման վերնագիրն էին օգտագործել, սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը։ Այնուհետև սկսվեց քննարկումը արդյոք խափանման միջոց ազատազրկելուն վերաբերող կարող է կիրառվել, թե ոչ, կրկին դա պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տա, եթե առաջնորդվում ենք այն մեկնաբանությամբ, ինչով այս ամենը տեղի ունենում։ Մենք ներկայացրեցինք մեր հակափաստարկները։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր դարձյալ բերվել էր քննչական կոմիտե իր դեմ բողոքող իրանցի գործարարի հետ առերեսվելու։ Ըստ իրավապահների Ծառուկյանը կազմակերպել է իրանցի գործարարներից ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակություն։ Ծառուկյանի փաստաբաններն էլ պնդում են, որ իրանցիներն են պարտք Բարգավաճ Հայաստանի առաջնորդին եւ դա ապացուցող պարտավորագրեր կան։ Փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր տեղեկացրեց, որ առերեսումից առաջ որոշվել է իրեն հեռացնել գործից։ Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպանը հեռացնում են գործից, այսինքն թույլ չեն տալիս, որ հանդիսանամ Գագիկ Ծառուկյանի պաշտպանը, որովհետև այդ Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես եւս ներկայ եմ եղել որոշակի հանդիպումներին Ծառուկյանի հետ եւ իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործը վերաբերյալ տվյալ տալ եւ որպես վկայի կարգավիճակում արձակել է։ Ուզում եմ նշեմ, որ սա ապօրինության գագաթնակետն է եւ ես պետք է ասեմ, որ դրա մասին ըստ էության երեք արդեն հիմքեր էին փորձում դնեին։ Առերեսումը հենց ուզում էին շարունակել, ես հանդես եկա հայտարարությամբ, արդեն ինչպես նշեցի, բացարկի միջնորդությամբ։ Հետևաբար դրա հիմքով դադարեցվեց, նաև դրա հիմքով։ Պարոն Ծառուկյանը կրկին անդրադարձավ մեղադրանքին։ Պարոն Ծառուկյանը շատ կարճ ու հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ շինց ու գործա ու կատարում է միակողմանի քննություն։ Հետևաբար ինքն էլ մեր դիրքորոշմաններ համաձայն էր մեր դիրքորոշման հետ, որը այս պայմաններում առնվազն եւ քանի դեռ բացարկի հարցը որոշված չի, որևէ այլ գործողության մասնակցել է իմաստազուրկ կա։ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատում ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8 հոդվածների խախտումներ, համապատասխան իրավական եւ փաստական հիմնավորումներով։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուս Սահակյանի հետ։ Ինչպես գիտեք, 15-ի դատավարություն ընթացքի մեջ է, հանրային պաշտպանները որոշել են բողոքարկել դատավճիռը, թեև մեզ հայտնի է նաև հանրային պաշտպանների գրավոր հաստատումների հիման վրա, որ դատավճիռները նրանք չեն ստացել։ Այս պահին մեզ չի հաջողվել ստանալ 15-ի գործով դատավճիռը, թե ադրբեջաներեն եւ թե մեր կողմից հասկանալի որևէ այլ լեզվով, եւ դատավճիռին հասանելիություն ունենալու պահից իհարկե մեկնարկելու ենք նաեւ գործընթաց Եվրոպական դատարանում 15-ի առնչությամբ։ Քանի որ մեզ հասանելի էր Ռուբեն Վարդանյանի դատավճիռը եւ ավելին Եվրոպական դատարանի դիրքորոշումները նկատի ունենալով վերջինս հրաժարվել է օգտվել միացյանից, որը չի կարող արդյունավետ համարվել միջազգային իրավունքի տեսանկյունից, մենք իրավունքների պաշտպանությունը այսուհետ կազմակերպելու ենք միջազգայինորեն։ Ինչ է ակնկալում Միեդից այս պահին։
Նախ մենք մի շարք բազմաթիվ իրավունքների խախտումներ ենք վկայակոչել, կենտրոնականը մեզ մոտ արդար դատաքննության իրավունքն է, քանի որ դատաքննության process-ում չեն հարգվել որևէ դատավարական երաշխիքներ, պաշտպանական կողմը զրկված է եղել մեղադրանքի բնույթը հասկանալու, պաշտպանվելու հնարավորությունից, պաշտպանության կազմակերպման բավարար ժամանակ եւ հնարավորություններ չեն տրվել, չի ապահովել կողմերի իրավահավասարությունը եւ մրցակցայնությունը, դատավարությունը թեև հռչակվել է հրապարակային, սակայն այն փաստացի տեղի է ունեցել գաղտնի դրըմփակ միայն պետության կողմից ընտրված անձանց ներգրավվածությամբ եւ ամենակարևորը այդ դատական գործընթացը կազմակերպել է ռազմական դատարանը, որը յուրիսդիկցիա չէր կարող ունենալ քաղաքացիական անձին առնչվող գործերում եւ զինվորական դատարանը չի եղել անկախ կամ անաչառ, բայց իհարկե խախտվել է նաեւ չկա պատիժ առանց օրենքում նախատեսված հիմնարար սկզբունքը, քանի որ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են արարքներ, որոնք թեև իրենց բնույթով օրինական են, սակայն տեղակայվել են ահաբեկչության, զինված խմբավորումներ ձևավորելու, հանցավոր կազմակերպությանը անդամակցելու, հանցավոր գործունեության շրջանակում նման մեկնաբանությունը օրենքի կանխատեսելի չէր եւ չէր կարող բավարարել իրավական որոշակիության պահանջին։ Որևէ անձ չի կարող կանխատեսել, որ իր օրինական գործունեությունը կարող է գնահատվել որպես հանցավոր կամ ահաբեկչական։ Եվ այս հետապնդումները պայմանավորված են Ռուբեն Վարդանյանի քաղաքացիական եւ քաղաքական գործունեության հետ, վերջինս քննադատել է Ադրբեջանի իշխանությունների վարվելակերպը Արցախի բնակչության նկատմամբ, նաեւ բռնի տեղահանումը, ինչը միջազգային հանցագործություն է եւ միջազգայնացրել է մարդու իրավունքների աղաղակող խնդիրները։ Միևնույն ժամանակ Ռուբեն Վարդանյանը Ավրորա հումանիտար նախաձեռնության հիմնադիրներից է, որի շրջանակներում ինտենսիվացել էր պայքարը ցեղասպանությունների ժխտման եւ ցեղասպանությունների կանխարգելման հարցերում եւ այս քննադատությունը եւ գործունեությունն է, որը հանգեցրել է քաղաքական նպատակով հետապնդումների, ապօրինի ազատությունից զրկելու եւ ուստի մենք վկայակոչել ենք հոդվածներ, որոնք առնչվում են հենց խտրականությանը եւ քաղաքական նպատակներով հետապնդումներին։ Նշեմ, որ այս պահին ձեռնպահ ենք մնացել խոշտանգումների եւ սկզբնական կալանքի իրավաչափության առնչվող հարցեր բարձրաձայնելիս, քանի որ Հայաստանի Հանրապետությունը երբ 2022-23 թվականներին ներկայացրեց միջպետական գանգատներ Ադրբեջանի դեմ, այստեղ ներառել էր նաև տուժած անձանց իրավունքների պաշտպանության հարցեր, իսկ այդ խմբում ներառված էր նաև Ռուբեն Վարդանյանը, ուստի իրավունքների խախտումների այս ծավալը ներառված է միջպետական գանգատում, մենք անկալում ենք հասնել արդարության այս հատվածներում միջպետության գործելակերպի շնորհիվ, իսկ ապօրինի դատավարությունների եւ հետագա իրավունքների խախտումների առնչությամբ հենց անհատական գործունեություն ենք իրականացնում։ Գերիների վերաբերյալ մի հետմիջանկյալ որոշումը ենթադրում էր, որ Ադրբեջանը պետք է տրամադրի տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի եւ իրականացված բժշկական հետազոտությունների եւ բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին, այս առումով իրավիճակն ինչպիսին է։ Այո, իրավացի եք, Եվրոպական դատարանը ունի միջանկյալ որոշում, սակայն դրանով նաև սահմանված է վերջնաժամկետը տեղեկությունների տրամադրմամբ, այն է 31 օգոստոսի 2026 թվականի, դատավարական ժամկետը դեռևս պարված չէ եւ մենք ակնկալում ենք, որ սահմանված ժամկետներում ադրբեջանական կողմը կհամագործակցի դատարանի հետ եւ պահանջվող տեղեկությունները կներկայացնի, որից հետո այն հասանելի կդառնա նաև մեզ։ Այս պահին դեռևս տեղեկություններ չենք ստացել դատարանի միջոցով, բայց նշեմ, որ ընտանիքների հետ այս շաբաթ եւս տեղի են ունեցել կարճաթև հեռախոսազանգեր, նախ դիտարկումներից մեկը այն է, որ պետությունը սահմանափակել է զանգերի տևողությունը, ունենք այս պահին գերիներ, որոնց առողջական վիճակը շատ ծանր է,
պատշաճ բուժօգնություն չի կազմակերպվում, նաև մեզ հազանգել են դաժանծեցի դրվագների վերաբերյալ, ինչը ծանր հետևանքներ է առաջ բերել եւ անձը զրկված է անգամ սնվելու, պատշաճ կոմունիկացվելու հնարավորությունից։ Ռուսաստանի Պետդուման կրկնապատկել է օտարերկրացիների արտաքսման հիմքերի ցանկը։ Այժմ նրանց կարող են արտաքսել սահմանապահներին չենթարկվելու եւ խտրականության համար։ Ինչ է սա նշանակում միգրանտների համար եւ ինչ է ներառում խստացումների փաթեթը։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։ Պետք է նշեմ, որ այս հարցը բավականին երկար քննարկվում էր։ Նախ նշեմ, որ այն կետերը, որոնք միգրանտների համար հիմա կդառնան արտաքսման հիմք, 2023 թվականից արդեն Ռուսաստանի Դաշնության նոր քաղաքացիության մասին նոր օրենքով հիմք են քաղաքացիությունից զրկելու համար։ Եվ հիմա այս խստացումները կիրառվում են նաև միգրանտների նկատմամբ, պարզապես դա կարող է լինել նրանց համար որպես արտաքսման հիմք։ Եվ նրանք, ովքեր պատրաստվում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն եւ ցանկանում են աշխատել Ռուսաստանի Դաշնությունում, պետք է հստակ իմանան, որ Ռուսաստանի Դաշնությունում զինված ուժերի վերաբերյալ ցանկացած Ռուսաստանի Դաշնության կողմից որակավորված վարկաբեկող տեղեկատվությունը, որ իրենք կփորձեն տարածել, որևէ Ռուսաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու վերաբերյալ կոչերը, ուրեմն խոչընդոտելը տրանսպորտային միջոցների երթևեկությանը, որևէ միտինգներ կամ ինչ-որ ըմբոստություններ կազմակերպելը, չենթարկվելը օրինապահ մարմինների, սահմանապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին, սրանք բոլորը կարող են հանգեցնել, որ օտարերկրացին Ռուսաստանի Դաշնությունից արտաքսվի։ Տեսեք, Ռուսաստանը մի քանի անգամ խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, սահմանափակվել է նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիների ամուսին հանդիսացող օտարերկրացիների համար կացության թույլտվությունը պարզեցված կարգով ստանալու հնարավորությունը, Ռուսաստանում բնակության փաստաթղթեր ձևակերպող օտարերկրացիներից սկսած 14 տարեկանից կպահանջվի նաև դատվածության բացակայության մասին տեղեկանք եւ այլն, այս ամենի վերջո ինչ է նշանակում եւ ինչով է պայմանավորված, ինչպես են բացատրում։ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները, ընդհանրապես բոլոր խստացումները, սրանք նույնպես իրենք բացատրում են բացառապես անվտանգային խնդիրներով։ Իրենք նշում են, որ իրենք պատերազմի մեջ են, ունեն անվտանգային խնդիրներ եւ դրանով պայմանավորված իրենք պարբերական խստացումներ են իրականացնում։ Բայց ես ուզում եմ նշել, որ այն խստացումները, որոնք փուլ առ փուլ Ռուսաստանի Դաշնությունում իրականացվում են, այս խստացումների մեծ փաթեթով քննարկվել են դեռևս 2018 թվականից։ Եվ սկզբում 2018-ին, երբ որ այս մեծ փաթեթը սկսեց քննարկվել, ըմբոստություն առաջացրեց հասարակական սեկտորի, հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից եւ առնվազն մի քանի տարով դադարեցվեցին քննարկումները այս խստացումների փաթեթի, որտեղ այն ժամանակ էլ խոսում էր գեոլոկացիայով հսկելու մասին, այն ժամանակ էլ խոսվում էր արտաքսումների համար հիմքերի խստացումների մասին եւ այլն։ Այսինքն այն ինչ հիմա փուլ առ փուլ որպես օրենսդրական փոփոխություններ Ռուսաստանի Դաշնությունը իրականացնում է, սրանք բոլորը դեռևս 18 թվականին մեծ փաթեթով քննարկվել են։ Պարզապես հիմա սա մատուցվում է որպես պատերազմի արդյունքում անվտանգության խնդիրների առաջացմամբ կամ կռոկուսի դեպքերով, բայց այդ դեպքերը չկային, երբ Ռուսաստանի Դաշնությունը այս փոփոխությունների մասին խոսում էր։ Ամեն դեպքում իրենք շարունակում են պնդել, որ սա ունի անվտանգության նշանակություն եւ իրենց արժեվ խնդիր են դրել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող բոլոր օտարերկրացիների վերահսկողությունը, տոտալ վերահսկողությունը, որովհետև ընդամենը մի քանի օր առաջ, 2 օր առաջ Ռուսաստանի Պետդումայում քննարկում էր գնում, որ օտարերկրացիները, որոնք մուտք կգործեն Ռուսաստանի Դաշնություն, պարտավոր են լինելու Ռուսաստանի Դաշնությունում ձեռք բերել հեռախոսներ, ոչ թե իրենց հետ տանել իրենց քաղաքացիության երկրից, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռք բերել հեռախոսներ, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկել տվյալ անձի տեղաշարժը։
որովհետև հիմա Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում Ամինա ծրագրի միջոցով է հնարավոր աշխատանքային միգրանտների տեղաշարժը վերահսկել, բայց դա պայմանավորված է ինտերնետի առկայությամբ, այսինքն ինտերնետի խափանումները բերում են նրան, որ այդ վերահսկողությունը հնարավոր չի լինում իրականացնել։ Իսկ հիմա ցանկանում են ներմուծել ուրեմն հեռախոսների միջոցով վերահսկողություն, որը կլինի անկախ նրանից տվյալ հեռախոսի մեջ անձը կունենա ինտերնետ, թե չի ունենա։ Ռոսգվարդիան ծրագրում է թարմացնել քաղաքացիական պաշտպանության կանոնները, դրանցում ներառելով զորահավաքի, ռազմական դրության եւ ռազմական ժամանակաշրջանի գործողությունները։ Ռուսաստանում տեղի ունեցող ծածուկ զորահավաքի մանրամասներին անդրադարձել է իմ գործընկեր Դարիա Չուլցովան։ Ռուսաստանի իշխանություններն ու քարոզիչները պնդում են, թե տղամարդիկ իրենց կամքով են գնում Ուկրաինայի դեմ պատերազմելու, սակայն իրավապաշտպաններն ավելի ու ավելի շատ հաղորդումներ են ստանում ռեյդերի եւ զինվորական պայմանագրեր ստորագրելու հարկադրանքի մասին։ Հարվածի տակ հիմա հայտնվում են նրանք, ովքեր այսպես ասած խոցելի են ոստիկանության առջև, ում ոստիկանությունը կարող է կանգնեցնել։ Դրանք պարտքեր ունեցող, դատվածություն կամ չմարված դատվածություն ունեցող, ինչպես նաեւ պայմանական ժամկետով դատապարտված մարդիկ են։ Ձերբակալվածների հարազատների խոսքով պայմանագիր ստորագրելուց հրաժարվողներին սպառնում են, այդ թվում ուղարկել դեպի ամենավտանգավոր մահացու գրոհներ։ Նման դեպքերն արդեն անվանում են բուսիֆիկացիա, Ուկրաինայում հարկադիր զորահավաքի համար օգտագործվող տերմինի անալոգիայով։ Վիորստկա պարբերականը զրուցել է պետական կառույցի մի աշխատակցի հետ, որը համակարգում է պայմանագրային ծառայության հավաքագրման հարցերը։ Նրա խոսքով նման ռեյդերը կարող են լինել բանակի համալրման նոր փուլի նախապատրաստության մի մասը։ Այս սցենարն արդեն ստացել է սողացող մոբիլիզացիա անվանումը։ Հոկտեմբերից սկսած զինվորականները պատրաստ կլինեն ռազմադաշտերում արագացված ուսուցման ընդունել տասնյակ հազարավոր մարդկանց եւ նման խմբականակներով բաշխել գործող զորքերում։ Ռազմաճակատի գծից մշտապես դժգոհում են մարդկային ռեսուրսների սուր դեֆիցիտից, ուստի կարիքները հոգալու հարցում ստիպված են լինելու շտապել։ Հուլիսի սկզբին Պուտինի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովն առաջին անգամ պատերազմն անվանեց պատերազմ, հատուկ ռազմական գործողություն, քարոզչական ձևակերպման փոխարեն։ Դիտորդների մի մասը դա որակեց որպես բնակչությանը էսկալացիայի նախապատրաստում։ Չեխիայի նախագահ Պետր Պավելը պաշտոնական կանխատեսում է հնչեցրել, որ սեպտեմբերի վերջին նշանակված խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում կարող են համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել։ Ֆրանսիան դարձավ Եվրոպական միության առաջին երկիրը, որն արգելեց մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր։ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հաստատված օրինագծի համաձայն սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա ստեղծել նոր հաշիվներ TikTok-ում, Snapchat-ում, Instagram-ում եւ այլ սոցիալական հարթակներում, իսկ գործող հաշիվները կփակվեն 2027 թվականի հունվարից։ Օգտատերերի տարիքը ստուգելու պատասխանատվությունը դրվելու է հենց սոցիալական հարթակների վրա։ Դրանք պետք է կիրառեն Ֆրանսիայի տվյալների պաշտպանության մարմնի հաստատած տարիքային ստուգման համակարգեր։ Ֆրանսիայում օրինագծին հավանություն են տվել խորհրդարանի երկու պալատները՝ Սենատն ու Ազգային ժողովը։ Հանձնաժողովը եւս քննարկում է երեխաների համար սոցիալական ցանցերի հասանելիությունը սահմանափակելու տարբերակներ։ Այդ հարցը առաջ են մղում մի շարք երկրներ, այդ թվում Հունաստանը, Իսպանիան, Գերմանիան եւ Ավստրիան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։